Անկառավարելի է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իրանական հոբ համակարգերը ամերիկյան զինուժը խոցել Հորմուզի նեղուցում։ Պաշտոնական Վաշինգտոնը հարձակումն անվանել է նախազգուշական, հույսով, որ դա չի խանգարի բանակցություններին։ Իրանի հարավում ռազմական ու քաղաքական օբյեկտներ է թիրախավորել Միացյալ Նահանգները։ 20,000 մարդ մնացել է առանց խմելու ջրի, հարձակումների ժամանակ ջրամատակարարման օբյեկտների վնասման պատճառով։ Որպես պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անօդաչուներով և հրթիռներով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա, թիրախավորելով Բահրեյնում ամերիկյան նավատորմի շտաբը, Քուվեյթում ամերիկյան այլ օբյեկտներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորդանանում Ալ-Ազրակ ռազմակայանում հարվածել է ամերիկյան F-35-ի։ Կորպուսը նաև հայտնում է, որ 4 բալիստիկ հրթիռով ոչնչացրել են ամերիկյան այդ կործանիչների անգարները և ամերիկյան բանակի կառավարման և վերահսկման կենտրոնը։ Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած նոր հարձակման հեղափոխության պահապանների կորպուսի պնդմամբ։ Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց կարողանում ենք խոսել նաև այլ լեզուներով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանի խոսքով Թեհրանը չի ուզում անորոշության մեջ ապրել։ Մենք պետք է դուրս գանք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակից։ Թշնամին միայն կարող է երազել, որ մենք կզիջենք նրանց հրահրած ագրեսիային։ Օտարերկրյա ուժերն ամեն գնով պետք է լքեն Մերձավոր Արևելքը։ Պոլիտիկոն գրում է, թե Միացյալ Նահանգների ղեկավարը չի հրաժարվել Թեհրանի հետ գործարքի գաղափարից։ Ըստ պարբերականի, Թրամփը կարծում է, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը միանգամայն իրագործելի է։ Թեհրանում հայտարարել են, թե Թրամփը պատերազմից արժանի ելք է փնտրում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալի Հեզրյանի համոզմամբ կամ Թրամփը փորձում է ավելի լայնածավալ հարձակում ձեռնարկել, կամ խոցելի իրավիճակում գցել Իրանը, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ զիջումներ կորզի։ Գաներ Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։